Բարի առավոտ, շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, աշխատանքային շաբաթը սկսում ենք միասին, այսօր մեզ մոտ աղջիկա կան եթեր, այնպես որ հարմար տեղավորվեք էկրանների առջև, որովհետև շատ նուրբ, թեթև դրական եթեր ենք պատրաստել ես եւ շատ սիրելի Ադրինեն եւ մեր ամբողջ թիմը։ Բարի լույս, սիրելի Ադրինե։ Բարի լույս, քնքուշ Սոնա, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, ողջույններ, ջերմագին բարևներ, սիրելիներս, արթնացեք, միացեք մեզ, որպեսզի մեզ հետ միասին փորձեք այս 2 ժամը անցկացնել եւ մենք էլ Սոնայի հետ, ինչպես նա նշեց, կփորձենք թեթև առավոտ ձեզ պարգևել, այնպես որ մեզ հետ մնացեք։ Այո, բարդ երկուշաբթին պետք է շատ թեթև սկսել եւ եղանակն էլ շատ զով է, այսպես ամառային է, այնպես որ ես կարծում եմ շատ գեղեցիկ, այսպես եթեր կունենանք միասին եւ նշեմ նաեւ, որ այսօր հունիսի 23-ն է, օրը երկուշաբթի, ու մի քիչ գնանք պատմության էջեր, տեսնենք թե ինչ նշանավոր իրադարձություններ են տեղի ունեցել այսօր։ Եւ այսպես, Միջազգային օլիմպիական կոմիտեն 1984 թվականի հունվարին Սանկտ Մորիցիում կայացած 42-րդ նստաշրջանում ընդունեց որոշում ամեն տարի հունիսի 23-ին տոնել միջազգային օլիմպիական օր։ Այդ տարեթիվն ընտրվել է նրա համար, քանի որ 1894 թվականի հունիսի 23-ը համարվում է ՄՕԿ-ի ստեղծման հիշատակի օրը։ Օլիմպիական շարժման վերածննդի ջատագով բարոն Պիեր դը Կուբերտենը Փարիզում միջազգային մարմնակրթական վեհաժողովում հրապարակեց իր պատմական ելույթը, որից հետո վեհաժողովը 1896 թվականին որոշում ընդունեց առաջին օլիմպիադան Հունաստանում անցկացնել։ Միևնույն ժամանակ Կուբերտենը գլխավորում էր ՄՕԿ-ը։ Օլիմպիական շարժումը ունի իր նպատակը սպորտի միջոցով երիտասարդներին դաստիարակելու փոխըմբռնման եւ բարեկամության ոգով նպաստել ստեղծելով ավելի լավ եւ ավելի խաղաղ աշխարհ։ Եվ իհարկե հունիսի 23-ը կինոռեժիսոր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հիշատակի օրն է։ 71 թվականին Գևորգյանցն աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում որպես ռեժիսոր։ 82-ից 89 թվականներին եղել է Հայրֆիլմ կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 89 թվականից փաստա վավերագրական ֆիլմերի Հայք կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր։ 2004 թվականից կինոյի եւ հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ։ Նկարահանել է ավելի քան 60 ֆիլմ, հեղինակ է Անձրևների ժամանակը, Արդարացման ժամանակը եւ Ժամանակ չկա գրքերի։ Շատ հարուստ կենսագրություն։ Այո, շատ եւ ընդհանրապես այսօրվա կարծում եմ տեղեկատվությունը, այս բաժինը շատ հագեցած է, շատ լի էր տեղեկատվությամբ, ես հուսով եմ, որ հեռուստադիտողը ինչ որ բաներ քաղեց, շատ հետաքրքիր, որովհետեւ նման տեղեկություններ ոչ շատ հաճախ են շոշափվում, բարձրաձայնում, այս պարագայում կարծում եմ մեր մի փոքր ուզում եմ գովերքեմ մեր նախագիծը, այո, եւ հատկապես այս էջը, որտեղ իհարկե իմ գործընկերները ներկայացնում են շատ կարևոր մարդկանց մասին, շատ կարևոր տեղեկատվություն, որոնց մասին շատերս չգիտենք եւ այսպես չենք հանդիպում հաճախ թերթվող այս թե այո Կարծում եմ բրավո ձեզ։ Շնորհակալություն եւ իհարկե նշենք սիրելի հեռուստադիտողների համար, որ ինչպես միշտ այսօր եւս կունենանք մեր շատ հետաքրքիր եւ ավանդական դարձած էջերը, կունենանք շատ հետաքրքիր հյուրեր։ Երաժշտական են այսօրվա մեր 2 հյուրերն էլ, տեսահոլովակներ ենք դիտելու, այնպես որ շատ հետաքրքիր է լինելու եւ իհարկե խոհանոցին կանդրադառնանք եւ կտեսնենք թե երկուշաբթի առավոտը որքան համեղ է մեզ մոտ։ Ես առաջարկում եմ փոքրիկ փակագծեր բացենք հիմա։ Այո, ինչու ոչ, կարող ենք, ինչպես միշտ օրը սկսենք նախաճաշով, յուրաքանչյուր առավոտ ենք այս մասին կրկնում, սակայն դուք արդեն կարծում եմ ձեր օրակարգը շատ լավ գիտեք, այսօր նախաճաշ որպես այդպեսին չի լինի, սակայն կլինի նախուտեստի տարբերակ, էլի շատ հետաքրքիր տարբերակներից մեկը, որոնք այսպես համադրվում են մեկ այլ մթերքով, օրինակ բանջարեղենը կատնամթերքով, որը սովորաբար շատերի համար մի փոքր տարօրինակ
օրինակ է, բայց այն շատ հետաքրքիր է, նաև շատ մոդայիկ է այսօրվա խոհանոցում, շատ տրենդային դարձած են եւ շատ համեղ, ես շատ սիրում եմ այս համադրությունը եւ բազմիցս այստեղ պատրաստել ենք նմանատիպ տարբերակներ, այսօր եւս կլինի այդպիսի տարբերակ, սակայն արդեն բաղադրիչները քիչ ավելի ուշ կներկայացնեմ։ Իսկ դա նորություն է մեր խոհանոցում, երբևէ եթերում չես պատրաստել։ Եղել է շատ անգամներ, եղել է, նորությունը կլինի պարզապես բաղադրիչների փոփոխությամբ, բայց հիմքը, իմաստը հաճախ ես այստեղ եղել է խոհանոցում պատրաստել եմ։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ բարի լույս, հարմար տեղավորվեք էկրանների առջև, վերցրեք ձեր առավոտյան սուրճը եւ առաջիկա 2 ժամն անցկացրեք մեզ հետ միասին ու մենք խոստանում ենք, որ կունենաք դրական, լուսավոր, ջերմ առավոտ։ Այս պայն առաջարկում եմ կարճատև դադար լինի մեր եթերում, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, վայելեցինք Արամեն Պետրի երևի գեղեցիկ երգի եւ տեսահոլովակի այս համադրությունը, որը կարծում եմ նաև շատ համահունչ է այսօրվա եղանակին։ Այսօրվա եղանակին համահունչ է իհարկե անմահական գինի ընտրել եւ առանձնացնել երեկոյի համար, որովհետեւ շատ զով առավոտ է եւ այս ամենը իհարկե առաջարկում է Իջևանի գինու գործարանը անմահական գինիների տեսականի, ունի պահածոների եւ հյութերի լայն տեսականի, առանձնացրեք եւ վայելեք։ Դե իսկ առավոտը սկսեք կատնամթերք օգտագործելով անհրատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաեւ պանիրների լայն տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Ձեռք բերեք եւ վայելեք ընտանիքի անդամների հետ։ Իսկ մեր շատ սիրելի գործընկերը Արթուր այսօր եւս մեզ կօգնի կողմնորոշվել այն հարցում, թե քաղաքից դուրս մեր հրաշք հայրենիքում որ գողտրիկ անկյունը առանձնացնենք եւ ընտանիքի անդամների, ընկերների հետ մեկնենք փոքրիկ կարճատև հանգստի, որովհետև այս օրերին շատ կարևոր է նաև հանգստի մասին մտածել եւ ամառը վայելել։ Հենց հիմա ուր գնալ էջն է մեր եթերում։ Գյումրու փողոցներում ամեն ինչ պատմություն ունի, ճարտարապետությունը, բակը, իսկ ամենակարևորը մարդիկ, ովքեր պարզ են ու շիտակ, ժպտում ու բարևում են անծանոթին ու բարի են առանց պատճառի։ Գյումրին մի ամբողջական էմոցիա է, կերպար, որը չի փոխվում, անկախ ժամանակից։ Գյումրու բակերը առանձին աշխարհ են, այստեղ իրական կյանքի թատրոն է, որտեղ ներկայացումները խաղում են բաց երկնքի տակ, առանց բեմի ու հանդիսատեսի։ Բակերում է ծնվում գյումրեցու հումորը։ Եթե մի քիչ ուշադրի լինեք, կհասկանաք, որ հումորը այստեղ միայն ծիծաղելու համար չէ, միայն անելու համար չէ։ Հումորը Գյումրիում ապրելակերպ է։ Գյումրու բակերում մարդը մենակ մնալ չի կարող, եթե նույնիսկ դա շատ ուզի։ Հենց դա է Գյումրու գաղտնիքը։ Իսկ հիմա մենք գտնվում ենք մի պատմական բակում, որտեղ նկարահանվել է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգո» ֆիլմի մեծ մասը։ Սա Աբովյանի ճեմափողոցն է։ Այստեղ հանգստյան օրերին միշտ մարդաշատ է ու տիրում է ուրախ բարձր տրամադրություն։ Ու ինչքան ուրախ ու երջանիկ եմ ես, որ քաղաքս հենց այսպիսին եմ տեսնում։
Գյումրեցու հումորն այնպիսին է, որ մի ձեռքով ծիծաղեցնում է, մյուս ձեռքով սրտիդ կպչում։ Խոսքը հումոր է թվում, բայց մենք գյումրեցիներս նույնիսկ ամենադաժան պատմությունը այնպես ենք պատմում, որ վերջում դեմքիդ ժպիտ է հայտնվում, ու այդ ժպիտը դառնում է կյանքի հետ լեզու գտնելու ձևը։ Իսկ իմ հետևում անեկդոտների պատն է։ Այստեղ գրված են իսկական գյումրվա կատակներ, վերցված փողոցներից, կենցաղից ու ոչ մեկը հորինվածք չէ, բոլորը լսած են, ասված են, ապրած են։ Ու եթե ուզենաք հասկանալ, թե ինչու է Գյումրին Գյումրի, ուղղակի եկեք այս պատի մոտ։ Սա հուշարձան չէ, սա թանգարան չէ, սա կյանքի ու ծիծաղի խառնուրդն է, գրված պատի վրա։ Եղանակը խելագարվել է, մերթ արև է, մերթ անձրև, ամպրոպ, քամի, եթե գալիս եք Գյումրի, ապա անպայման պետք է հաշվի առնեք դա, ու եթե գալիս եք Գյումրի, ապա անպայման պետք է այցելել Գյումրի Էքսպրես ռեստորան, որովհետև այստեղ տիրում է հիանալի մթնոլորտ ու գործում են սպասարկման ոչ ստանդարտ մեթոդներ։ Եկեք ասեմ։ Ռեստորանն առաջարկում է բազմազան մենյու, հայկական խոհանոցից սկսած, վերջացրած իտալականով։ Գյումրի Էքսպրես գալը դառնում է մի ամբողջական արկած, իսկ գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պատվերները մատուցում է սեղանների վրայով անցնող գնացքը։ Չեք հավատում, ինքներդ տեսեք։ Հաճույք ստացեք այս համերից, վայելեք այս հիանալի մթնոլորտը ու դարձեք այս համեղ ուղևորության մի մասը։ Շնորհակալություն։ Խոսքերն ավելորդ են։ Պետք է ուղղակի գալ Գյումրի Էքսպրես ու վայելել այս համեղություններով։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, շատ կարոտել էինք ձեզ, այս երկու օրը չենք շփվել միասին եւ այսօր կփորձենք էլի նորից ձեզ հետ միասին պատրաստել եւ համեղ ուտեստ եւ լսել հետաքրքիր զրույցներ եւ իհարկե վայելել օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս, այսօր ուզում եմ պատրաստենք նախուտեստի տարբերակ։ Քիչ առաջ նշեցի այդ մասին, որ հետաքրքիր այսօրվա խոհանոցում շատ տրենդային դարձած նախուտեստի տարբերակ է, որը համադրվում է որոշակի բաղադրիչներով, կատնամթերքով։ Շատ հետաքրքիր համադրություն է, ես անձամբ շատ սիրում եմ եւ շատ հաճախ եմ նմանատիպ նախուտեստներ պատրաստում, արդեն կարող եմ ասել իմ խոհանոցում բարձր հորիզոնականներ է գրավում այս տարբերակը։ Իսկ ինչ է պետք այս բաղադրիչների ներկայացնեմ, ինչ է պետք այս նախուտեստը պատրաստելու համար։ Այստեղ ահա տեսնում եք, ես ունեմ արդեն կտրատված կարտոֆիլ, այն պետք է տապակենք։ Այստեղ գազօջախին արդեն խաշվում է լոբին, ունենք կանաչ լոբի, ունենք սունկ, մեզ մոտ մարինացված տարբերակն է, դուք կարող եք թարմ տարբերակը ձեռք բերել եւ վայելել, եւ իհարկե այստեղ վերջում ձևավորման համար ունենք թարմ լոլիկ, ունենք լոլիկի չիր, անպայման էլի օգտագործելու ենք։ Այստեղ տեսեք, ունենք պանիր, սա էլ վերջում ենք օգտագործելու։
Եվ այն համադրության մասին, որ ասում եմ, կատնամթերք եւ բանջարեղեն, ահա ունենք քամած մածուն, որը հիմք է հանդիսանալու մեր համեղ նախուտեստի համար, եւ այստեղ ունենք իհարկե սոուս, որը շատ համեղ է, որսորդական սոուս, խառնուրդ է համեմունքների եւ կանաչիների, ունեմ սոյայի սոուս եւ ունեմ հատուկ նախատեսված աղցանների կամ նախուտեսների համար համեմունք, խառնուրդ, միքս տարբերակ։ Մի խոսքով, մի փոքր բաղադրիչները փոքրիկ այսպես խառնուրդ են, բայց տարբեր բաղադրիչներ, որոնք կարող են մի փոքր շփոթություն առաջացնել։ Բայց հիմա աստիճանաբար հերթով առաջ կգնանք եւ դուք կհասկանաք խոսքը ինչի մասին է։ Ուրեմն կանաչ լոբին արդեն խաշվել է, ես այստեղ մի փոքր աղ կավելացնեմ եւ երևի թե 5 րոպե հետո ես այն կջրքամեմ։ Ահա, կես թեյի գթալ աղ, այսպես մի հատ խառնենք սիրելիներս և 5 րոպեից արդեն կջրքամենք։ Իմիջիալոզ նախուտեստը պատրաստելու համար, ահա տեսնում եք, այսպես ամբողջական եմ թողնելու, չեմ կիսելու սիրելիներս, որովհետև այդպես գեղեցիկ է լինելու։ Յուրաքանչյուր անձ, ով կօգտվի աղցանից կամ նախուտեստից, արդեն ինքը համապատասխան կկտրատի և կճաշակի։ Բայց որպես այդպիսին շատ գեղեցիկ կլինի, որպեսզի ամբողջական մնա լոբիները։ Այսպես, այս ընթացքում փորձենք սունկը կտրատել, մինչ լոբին խաշվի, ես արդեն կսկսեմ տապակել կարտոֆիլը։ Կարտոֆիլը ընդամենը պետք է բուսայուղի մեջ տապակել, այնուհետև սունկը և մյուս բաղադրիչները ավելացնել վրան։ Հիմա անցնեմ առաջ և իհարկե սունկը կտրատեմ, սունկը, որը մեծ կլինի երկու մասի կբաժանեմ, որը փոքր կլինի ես հենց այդպես էլ կթողնեմ, որպեսզի էլի համահունչ և գեղեցիկ ստացվի մեր աղցանը։ Սա կարելի է համարել և աղցանի տարբերակ, և նախուտեստի տարբերակ, եթե մի փոքր փորձես շատ այսպես ակնթարթի ընթացքում սա պատրաստել և մատուցել, բնականաբար կհամարվի նախուտեստ, տաք վիճակում կմատուցես և այդպես շատ հաճելի կլինի, իսկ եթե ոչ, արդեն կսառչի ու սառած վիճակում կնմանվի արդեն աղցանի։ Այսպես։ Ես օգտագործում եմ մարինացված սունկ սիրելիներս, դուք կարող եք թարմ տարբերակը իհարկե օգտագործել, այնպես որ արդեն ձեր ընտրությունն է։ Հուսով եմ մեզ հետ եք սիրելիներս, այս ընթացքում նախ հաճաշեք անպայման, ես արդեն հասցրել եմ 1 գավաթ սուրճ էլ բայել, խորհուրդ եմ տալիս ձեզ ևս, ուրեմն այս բոլոր հաճույքներից օգտվեք։ Այսպես։ Ահա, այստեղ համարյա թե մնացած սնկերը շատ մանր են, ես հենց այսպես էլ կթողնեմ նրանց, ահա, այստեղ 1 մեծ սունկ կա կկիսեմ, ահա, շատ լավ է ամեն բան, ես հիմա ջրքամեմ լոբին սիրելիներս, լոբին կթողնենք ջրքամվի և արդեն թավայի մեջ լցնեմ բուսայուղը և փորձենք տապակել կարտոֆիլը։ Այսպես։ Կարտոֆիլը կտապակենք ընթացիկ համեմունքներով, անպայման համեմունքներ կօգտագործենք։ Իհարկե փուլ առ փուլ կտապակեմ, առաջ այս չափաբաժինը, հետո մյուսը, որպեսզի հատիկ առ հատիկ տապակվի այն։ Հենց հիմա կավելացնեմ համեմունքներ, ահա այստեղ աղ, սև պղպեղ, կարմիր և կծու և քաղցր պղպեղներ, քրքում կավելացնեմ անպայման և գեղեցիկ գույն կստանա և մեր մարսողությունը կբարելավի։ Ահա, երևի թե այսքանը սիրելիներս առայժմ
կթողնենք համբերատար տապակվի այս բոլորը, ես էլ իմ ընթացիկ աշխատանքները կկատարեմ, դուք մնացեք մեզ հետ այս պահին դադար է լինելու, բայց շարունակությունը միասին։ Ողջունում եմ սիրելի հեռուստադիտողներ, ջերմագին ողջույններ, սիրելիներս, շարունակենք մեր աշխատանքը, ասեմ այսօր նախուտեստի տարբերակ ենք պատրաստում, ինչի համար մեզ պետք է կարտոֆիլ տապակել, ահա ես արդեն ավարտեցի աշխատանքս, արդեն տապակված են բոլոր կարտոֆիլները, հիմա պետք է տապակենք սունկը և կանաչ լոբին, այսպես, ահա, տեսեք որքան գեղեցիկ տապակվեցին մեր կարտոֆիլները, այժմ սունկը տեղափոխեմ այսպես, ահա այստեղ մի փոքր աղմկեցի, կանաչ լոբին ևս ավելացնենք, ինչպես նշեցի սիրելիներս, կանաչ լոբին ես չեմ կտրատելու, որովհետև ուզում եմ տեսքը պահպանել, այդ իսկ պատճառով ամբողջական եմ թողել, քանի որ լոբին և սունկը տապակված, այսինքն խաշված է, արդեն որոշակի պրոցես է անցել, ընդամենը պետք է մի փոքր թողնենք յուղի մեջ տապակվի և ավելացնենք այստեղ համեմունքներ, համեմունքներից կավելացնեմ խմելի սունելի, սև և կարմիր պղպեղներ, եթե հիշում եք, կարտոֆիլին էլի այսպիսի համեմունքներ ավելացրեցի, այսպես, մի փոքր սխտորի փոշիկ ավելացնեմ, իհարկե դուք ավելացրեք հենց թարմ սխտոր, ահա սիրելիներս խառնենք, այստեղ կավելացնեմ աղի փոխարեն սոյայի սոուս, և կավելացնեմ սիրելիներս այս համեղ սոուսը, որը որսորդական է, բազմապիսի կանաչեղենով, համեմունքներով շատ հետաքրքիր սոուս է։ Ահա։ Խառնենք, այսպես։ Շատ անուշ բույր ունի, սիրելիներս, հենց այս սոուսի շնորհիվ այս գեղեցիկ համեղ բույրը տարածվեց և հիմա այս համեղության վրա ավելացնում ենք տապակված կարտոֆիլը։ Ահա տեսեք որքան գեղեցիկ է, կարծում եմ արդեն տեսքը հուշում է այն մասին, որ նաև շատ համեղ է լինելու։ Ես այլևս ձեռք չեմ տա, չեմ խառնի, որպեսզի համերը միախառնվեն, բայց ամբողջությամբ արդեն պատրաստ է։ Սիրելիներս այս պահին կլինի դադար, հետո կմիանանք, կշարունակենք, շատ դեռ հետաքրքիր դետալներ ենք ավելացնելու, այնպես որ մնացեք մեզ հետ, դադար մեր եթերում։ Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է, որպեսզի ես մոտիվացնեմ ձեզ, որպեսզի զբաղվեք առողջ ապրելակերպով, լինեք առողջ, մարզվեք։ Այս հարցում մշտապես մեզ օգնում է Հիլ սպորտային համալիրը, որտեղ գործում է 73-ից ավելի խմբային մարզում։ Հենց հիմա մեր եթերում կլինի առավոտը Հիլզում էջը։
Ես Հիլզի մարզիչներից Աննան եմ, դասավանդում եմ տարբեր պարապմունքներ, գոտկատեղից վերև, գոտկատեղից ներքև, ընդհանուր ամբողջ մարմնի համար, առողջական ֆիզկուլտուրա, մի խոսքով շատ զանազան պարապմունքներ ունենք, որը ես եմ դասավանդում։ Այսօրվա պարապմունքը, որ դուք հետևեցիք, կոչվում էր ափրվատի, այսինքն գոտկատեղից վերև։ Գոտկատեղից վերև բոլոր մկաններն են մասնակցում աշխատանքի ընթացքին, դասը նախատեսված է տարբեր նպատակների համար, բացի ձգումներից, նիհարեցումից, նաև առողջական նպատակ է հետապնդում, օրինակ կեցվածքի ճշտում, ուսամկանի հետ կապված խնդիրներ, ձեռքերի, հոդերի հետ կապված խնդիրներ։ Մի խոսքով շատ բազմիմաստ պարապմունք է, որը նախատեսված է տարբեր տարիքների համար եւ երկսեռ, կարելի ասել, պարզապես այսօր մենք հակառակ սեռ ներկայացուցիչ չունենք, բայց հաճախ լինում են։ Դասը շատ արդյունավետ է, շատ հետաքրքիր, սիրում են բոլորը, մասնակցում են բազմաթիվ պարապողներ եւ մեծ գոհունակությամբ հեռանում են Հիլզից բավարարված իրենց աշխատանքից, օրը լցնելով մեծ էներգիայով։ Շնորհակալություն։ Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մի շատ հետաքրքիր համերգի մասին ենք հիմա զրուցելու մեր հյուրերի հետ։ Եվ այսպես, Եվա Սուջյանը ձայն է, որը ծնում է սեր եւ արվեստ։ Նա մեկն է, որը բացահայտում է նոր գույներ։ Լինելով տաղանդավոր երգչուհի, նա նաեւ ճանապարհ է հարթում իր աշակերտների համար։ Հուլիսի 3-ին կայանալու է Եվա Սուջյանի համերգը եւ այդ առիթով այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Եվա Սուջյանին, նրա աշակերտներից Աստղիկ Ավետիսյանին եւ Մարիա Բաբայանին։ Բարի լույս։ Բարի լույս։
Շատ սիրելի Սոնա։ Շատ սիրելի հյուրեր, ես ձեզ շատ սիրում եմ եւ շատ ուրախ եմ, որ առավոտը սկսում եք ինձ հետ միասին եւ կրկնակի ուրախ եմ, քանի որ այսպես լավ առիթով եք եկել մեր տաղավար։ Եվ դե պատմիր, համերգը ինչպիսին է լինելու, ինչ է սպասվում հուլիսի 3-ին, ես իհարկե քեզ ճանաչելով պատկերացնում եմ, որ բեմում սենց հրավառություն է լինելու տաղանդի, չգիտեմ, գույների եւ մաքուր երաժշտության, որը կարծում եմ շատ կարեւոր է։ Վստահում եմ քո կարծիքին, քանի տպավորություններին, որովհետև դու ներկա ես եղել իմ համերգին, ինչի համար ես շատ ուրախ եմ եղել, եւ քանի որ շատ լավ անցավ համերգը, որոշեցինք կրկնել։ Այսպիսով հուլիսի 3-ին տեղի կունենա ժամը 8-ին երեկոյան Հին Անի մյուզիկ հոլում, կսպասեմ շատ սիրելի իմ հանդիսատեսին կրկին եւ այդ օրը կլինի նոր ծրագիր, ելույթ կունենան կրկին իմ սաները եւ մենք կունենանք հյուր իմ շատ սիրելի երգիչներից մեկը Սարգիս Մանուկյանը, որ այդ օրը, այո, կերգի եւ մենք միասին դուետ ունենք, այդ դուետով հանդես կգանք ամսի 3-ին։ Ես իմ պատկերացածից ավելի մեծ հրավառություն է այդ օրը բեմում լինելու։ Աստղիկ, դու արդեն վաղուց Եվայի հետ այսպես համահունչ քայլում ես եւ հետաքրքիր է այդ համերգին ինչ երգեր եք ընտրել, ինչ կատարումով ես հանդես գալու։ Այս համերգին ոնց որ ես իմ ոճը չեմ դավաճանում, կրկին անգամ գոսպել արտիստներից մեկի երգացանկից է, կատարել եմ գոսպել, որտեվ ես այդ ժանր շատ եմ սիրում ու իրականում շատ ոգեշնչող ու հոգեարազատ ժանր է ինձ համար։ Մարիա ջան, դուք դեռևս որոշում չենք կայացրել, պետք է դեռ աշխատենք այդ ուղղությամբ։ Իսկապես։ Դե մենք ունենք որոշակի երգացանք, այդտեղից արդեն կընտրվի երգը։ Եվ Մարիային ինչ երգեր են սազում, դու ոնց ես գնահատում իր ձայնը։ Մարիան երգում է շատ լավ փոփ ժանրում, քանի որ այն ծրագիրը, որ ինքը ունի, շատ լավ է ստացվում բոլոր երգերը, այդ պատճառով միջև վերջի պահը մենք դեռ ընտրում ենք, որ երգը կատարի Մարիան։ Այսպիսով դեռ վստահ չեմ, բայց որն էլ ընտրենք, կարծում եմ հրաշալի է ստացվելու։ Ես վստահ եմ։ Իսկ զուգերգերի առումով, բացի MP-ռեի որպես հյուր ներկա գտնվելը Սարգիս Մանուկյանի, ինչ հետաքրքիր զուգերգեր կլինեն քեզ եւ աշակերտների հետ, աշակերտների միջև։ Այո, այս անգամ կրկին կլինի զուգերգեր աշակերտներից հետ, 1-2-ի հետ, ինչպես անցած անգամ, որովհետև շատ լավ ընդունվեց դա, եւ իհարկե այս անգամ կունենամ դաշնամուրային նվագ ինձ հետ, համերգին, շատ գեղեցիկ ակուստիկ կատարում էր, որ հանդիսատեսը կատարեց ինձ հետ, մեր սիրելի Կոմիտասի երգերից մեկը մենք միասին երգեցինք, այսպեսով հետաքրքիր է լինելու, շատ կարծում եմ, կգա կտեսնեք։ Իսկապես գույների այնքան բազմազանություն կա քո համերգներին, ռոք, չգիտեմ, փոփ, էստրադա, կոմիտաս, ինչ որ այս ամեն ինչը ոչ մեկ չի պատկերացնել, կողքից ոնց կարելի է մի համերգի ժամանակ սենց համադրել, բայց դու այնքան համահունչ ես համադրում, որ այդ անցումները չի էլ նկատվում։ Եվ շատ կարևոր է հետադարձ կապը հանդիսատեսի, քանի որ մի համերգ արդեն եղել է եւ 2 համերգ նույնիսկ, չէ՞։ Մեկին ես եմ ներկա եղել, բայց միջայդ այո, արդեն։ Ինձ հետաքրքիր է վերջին համերգից հետո ինչ հետադարձ կապ է ստացել հանդիսատեսից։ Դե եթե ես հավատամ խոսքին, հուսամ անկեղծ է եղել, բայց այդ էներգիան անկեղծ էր ինձ հասել։ Մարդիկ շատ լիքը, շատ լավ տրամադրությամբ ներկա են եղել եւ գնացել էին իրանց ամեն մեկը տուն։ Լիքը ծաղիկներ նվեր ստացա այդ օրը, այնքան շատ էր, որ երևի մեկ շաբաթ ես այդ ծաղիկներին խնամում էի։ Եվ գիտեք, երբ որ բեմին եմ եւ հանդիսատեսի այդ էներգիան ես զգում եմ, դա անգնահատելի է իրականում։ Եթե անկեղծ շատ հուզված էի համերգից օրը, վերջին անգամ, ու այդպիսի համերգ դեռ չի եղել, որ ես հուզված չլինեմ, որքան էլ որ ես ունեցել եմ բազում համերգներ, համերգից 10 րոպե առաջ մինչև բեմ կբարձրանամ, շատ հուզված եմ, իսկ երբ որ սաներից հետ եմ երգում, դա քառապատկվում է ու նրանք են ինձ ոնց որ թևեր տալիս, ոգևորում, որ ամեն ինչ լավ կլինի, ու թվում է, թե ես այդ պահին չեմ կարող ելույթ ունենալ, որովհետև ինչքան հնարավոր է դժվարություն է գալիս։ Հիվանդանում ես միջև այդ, քո կոթը դե ցավում, հազում ես, ասես վայ հիվանդացա չեմ կարող եկել, մեկ էլ կանգնում ես բեմ ու ամեն ինչ անցավ։ Բայց նաև նշիր, որ քո անհանգստությունը մեզ համար է լինում շատ այդ օրը։
իրականում այդպես է։ Եվ քան որ դուք համերգին եւ որպես հանդիսատես եք եւ որպես կատարողներ, ձեր կարծիքն էլ որպես հանդիսատես լսենք, որովհետեւ ամենաանկեղծ կարծիքներից կլինի կողքից տեսնում եք համերգը։ Լավ բան եք ասում։ Հատկացեք Եվան այստեղ չի, ճիշտ ասեմ։ Տպավորությունները ֆանտաստիկ են, որովհետեւ Եվան իր ժանրի մեջ երևի թե միակն է Հայաստանում։ Այսպես կարող եմ վստահաբար ասել։ Ու ինքը հնչում է շատ ամերիկյան ձևով, շատ գոսպել ձևով է հնչում Եվան։ Ու երգում է ունիկալ ծրագիր, նորից նշեմ, որ այդ ծրագիրը չեն երգում։ Դուք կարող եք վայելել համերգը, թե անհանգստանում եք, մտածում եք, վայելում եք։ Անընդհատ ուզում ես ոտքի կանգնես, սենց մեջդ էներգիան եռում է, ուզում ես երգես, ուզում ես մասնակիցը լինես ու իրականում դա շատ հավես է, որ գիտենք Հայաստանում հանդիսատեսը մի քիչ ինքը ավելի ոնց ասեմ կոնսերվատիվ են, հա, զուսպ, բայց օրինակ ես միշտ սիրում եմ, կապ չունի ում համերգն այն, որտեվ դա իրականում երգչին արտիստին դա կլինի երգիչ, դերասան, ցանկացած անձնավորություն, երբ որ դու իրան տալիս ես այդ էներգիան նստած քո տեղից, ուրիշ լրիվ այլ կերպ է լինում ելույթը եւ այլն, որովհետեւ այդ մարդ իրականում սպասում է, չէ՞ որ մենք ասենք հաճ ես գցում էլի հանդիսատեսի վրա, ու մեկ-մեկ ցես որ սառած դեմքեր ես տեսնում, իհարկե չես վերագրում քեզ, բայց Ես վերագրում եմ։ Բայց կարող է մարդը նոր այդ խոսքերը միանգամից միտքը եկավ, որ գուցե մարդը ինչ որ միտեղ կպել է իր հույզերից, որ ինքը ինչ-որ բան է հիշել ու մտքով գնացել է իրարից։ Շատ համերգներ եմ ունեցել, որ հանդիսատեսը այնպեսի դեմքով է նայել ինձ, որ ինձ թվացել է շատ վատ է ամենը։ Ոչ մի ժպիտ, ոչ մի գեղեցիկ հայացք, էմոցիա չեմ տեսել ու համերգից անմիջապես հետո այդ նույն մարդիկ մոտեցել են ինձ ու հիացած խոսել են, ուզել են նկարվել ինձ հետ, մենք հիացած ենք, ինչ լավ անցավ համերգը ու ես sense զարմացած։ Սխալ դեմքով ենք հիանում։ Ձեր էմոցիաները ուրիշ բաներ պատմում։ Իդեպ ասեմ, ես շատ ուրախանում եմ, որ աշակերտներս երգում են համերգից, բացի այնց որ երգում են, նաև որպես հանդիսատես, երբ որ ես հանդիսատեսին խնդրում եմ եւ առաջարկում եմ երգել ինձ հետ, ոնց որ անցած անգամ էր, ես որոշել եմ երկրորդ ձայն մտածել եւ կասկած ունեի, որ կարող է չկարողանան երգեն երկրորդ ձայնը նույն այդ երգի, բայց աշակերտներս հրաշալի, ես լսեցի ինչպես էս ձախ կողմը Այս ձախնա, չէ, աչնա։ Ձախ կողմը։ Աչ կողմը հրաշալի երկրորդ ձայներ երգում եւ իմ երեխեքն էին։ Եվ քան որ ցավոք մեր ժամանակը սպառվում է, ես դեռ շատ հարցեր ձեզ կտամ, վերջում ինչ կարևոր բաներ կան, որ կուզեք հիմա ասել եւ եզրափակենք մեր զրույցը, իհարկե հուլիսի 3-ին արդեն համերգը վայելելու նպատակով։ Ես անհամբեր սպասում եմ մեր լսարանին, որ Անդավաճան լսարանին, որ սիրում է այն արվեստը, որ ես եմ ներկայացնում, այն հեղինական երգերը, որ ունեմ ես, եւ այն մոտիվացիան, որ իմ համերգներին ես փոխանցում եմ հանդիսատեսին աշակերտներիս հետ միասին։ Աստղիկ Ես ուզում եմ բոլորին, ովքեր իրոք սիրում են լավ երաժշտություն, գնահատում են լավ երաժշտություն, հրավիրում ենք մեծ սիրով, եկեք, տեսեք եւ հաղթեք, ինչպես ասում են, վստահ եմ, որ հաջորդ անգամ կրկին էլի ցանկություն կառաջանա գալու եւ լսելու Եվա Սուջյանին եւ աշակերտներին։ Եկեք էմոցիոնալ դեմքերով, ոչ այսպես հանգիստ էմոցիաները բանելով, չգիտեմ որտեղ սիրտիքս Մարիա, ես նույնպես բոլորին սրտանց հրավիրում եմ, որովհետև հնչելու է շատ գեղեցիկ ծրագիր։ Նաև ուզում եմ Եվային անչափ շնորհակալություն հայտնել ամեն ինչի համար, ինքը շատ լավ գիտի, ես հիմա կարող եմ հատ չասել։ Նշեմ, որ նաև իր օգնությամբ հասել եմ այն օրվան, որ ունեմ քույրիկիս հետ իմ սեփական խումբը երաժշտական, այսօր ժամը 8-ին կունենանք մեր համերգը, High Time Project-ն է, կարող եք հետևել Edge-ին, արդեն կիմանաք համերգների մասին։ Եվ կրկին անգամ անչափ շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար։ Եվ դու այսօր հանդիսատես ես լինելու։ Այո։ Իսկ դասախոսի աչքով ես նայելու, թե հանդիսատեսի աչքով։ Ես հանդիսատեսի աչքով սիրում եմ վայելել համերգը։ Մի բան էլ նշեմ, որ Եվան երբ գալիս է, մեկ-մեկ անակնկալ է անում ու երգում ենք համերգներին ու հայտնվում է Եվան Իմ հիացմունքը բեմի վրա, որ Եվան եկել է։ Հրաշալի է։ Կներեք, ուղղակի հիշեցի, որ երբ որ ես եղբորս հետ իրականում վոկալի դասեր եմ ունեցել, ու այդ ընթացքում երբ որ ես իրա ուսուցիչն էի, բացի նրանից, որ ես իրա քույրն եմ,
իր համերգներին ինքը միշտ ասում էր եւ իմ համերգին մի արի։ Ասում եք որ ինչի, ասում որովհետեւ դու նստում ես իմ դիմաց, ունամ ես իմ դեմքին ոչ թե որպես քույր, այլ ոնց որ իմ դասատուն, ու ես մտածում եմ մի բան սխալ եմ արել։ Հիշեցի։ Բայց Մարիայի մոտ ուրիշ ասոցիացիա է ինքը շատ ոգևորվում է ավելի։ Շնորհակալություն առավոտը ինձ հետ սկսելու համար։ Ես մաղթում եմ հրաշալի երեկո ձեզ եւ հուլիսի 3-ին իհարկե վստահ եմ, որ պայթացնելու ես ուղղակի։ Շնորհակալություն, շատ հաճելի է։ Եվս մեկ անգամ հիշեցեմ սիրելի հեռուստադիտողներ, հուլիսի 3-ին այս գունեղ տաղանդավոր մարդիկ կներկանան երեկոյան ժամը 8-ին իրենց համերգով Եվա Սուջյանը եւ իր աշակերտները։ Բաց մի թողեք լավ երաժշտություն լսելու, վայելելու երեկոն։ Իսկ հիմա մեր եթերում կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ես ունեմ էլի շատ տաղանդավոր հյուր, ում վստահ եմ բոլորդ շատ լավ ճանաչում եք։ Իմ հյուրն է տաղանդավոր երգչուհի Սեդա Սերյանյանը։ Բարի առավոտ։ Ողջույն, շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Սիրով, Սեդ, ինձ հետաքրքիր է դու առավոտվա մարդ ես։ Այո, իմ ամենասիրելի օրվա հատվածը դա առավոտն է, քանի որ ես շատ սիրում եմ սուրճ խմել։ Օրվա ընթացքում շատ չեմ խմում, բայց չարաշահում, բայց առավոտյան սուրճը սիրում եմ նախ անկողնուս մեջ խմել, այդպիսի տրադիցիա կա կարելի ասել, մայրիկիս հետ, դա իմ համար ամենահաճելի պահն է, երբ որ օրինակ մենք թռնում ենք ինչ-որ մի երկիր բան, շատ դաժան է, որ այդ առավոտվա այդ պահը չեմ ունենում, դրանից գլխացավեր եմ ունենում։ Փաստենք առավոտները սկսում են սուրճով։ Այո, դրանից է կախված ամբողջ օրվա տրամադրությունը։ Իսկ երաժշտությամբ։ Թե ավելի ուշ է երաժշտությունը։ Հա, ավելի ուշ, քանի որ իմ ամբողջ օրը երաժշտության մեջ է, սկսած համալսարանից, որտեղ որ սովորում եմ, ես կոնսերվատորիայի մագիստրատուրայի առաջի կուրս արդեն ավարտեցի, կարելի ասել երկրորդ կուրսի ուսանողուհի եմ։ Հետո արդեն փորձեր բենդի հետ, աշխատանքի բերումով կորպորատիվ միջոցառումներ, այսինքն օրը մի քիչ որ առավոտվանից սկսի, արդեն շատ կհոգնեմ երաժշտությամբ։ Փաստորեն առավոտը լինում է սուրճով, հետո երաժշտությունը օրվա կեսօրից հետո է միանում։ Այո, միանում եմ։ Սեդ, ինչ հետաքրքիր աշխատանքներ ունես, որովհետև գիտեմ, որ նոր այսպես նախաձեռնություն կա, հայկական մեր շատ հայտնի եւ շատ սիրված երգերը նոր մշակմամբ ներկայացնել։ Այո։ Ոնց որոշեցիր այս ամեն ինչը անել եւ ինչ երգեր կան ընթացիկ։ Ես մեր հեռուստադիտողին ասեմ, որ ես ընդհանրապես ոչ ժողովրդական, ոչ աշուղական երգչուհի եմ, կարելի ասել, ես երգչուհի չեմ այդ ժանրի, ես փոփ, ջազ, ավելի այդ կողմի երաժշտություն եմ նախ շատ սիրում երգել եւ կրթված եմ հենց այդ կողմով, բայց քանի որ իմ ընտանիքում եղբայրս, հայրիկս փոքրուց, այսինքն մեր տանը այնքան շատ ա եղել դա ու գեներով նաև հասել է ինձ, շատ ուզում եմ, ասում են, որ լավ է ստացվում, անկեղծ ասած, նույնիսկ ասում են շատ ավելի հոգով ու ավելի մեզ հասանելի, ավելի մեզ դուրեկան է այդ ժանրում, քան մյուս, դրա համար նաև դրա համար, որ ժողովուրդը շատ լավ է տրամադրված այդ կողմի վրա, շատ ուզում եմ նաև ներկայացնեմ իմ մյուս կողմը, ոչ միայն իմ ժանրում լինեմ ու անեմ ամեն բան, քանի որ ես շատ կարևորում եմ առավել ևս հենց հիմա, քանի որ մեր երաժշտական ոլորտը այդքան էլ լավ վիճակում չի։ Իհարկե ես կարող եմ ասել վստահաբար, որ հանդիսատեսը լավ երաժշտությունը միշտ լսում է ու գնահատում, անխոս լավը միշտ իր տեղն ունի, բայց կողքից շատ վատ ու անորակ բաներ կան, որ ոնց որ թե խանգարում են ու իմ նման երիտասարդները այդպես մի քիչ համեստ չլինեմ ու ասեմ ու իմ նման երիտասարդները պարտավոր են մեր ազգայինը պահպանելու, որովհետև այսօրվա դրությամբ մենք բոլորս տեսնում ենք, որ մեր թշնամի ազգը ամեն բան անում է, որ մեր ունեցած այդ ամենակարևոր ու այդ վերագրի իրեն։ Հա, ամենակարևորը վերագրի իրեն ու մենք դարեր շարունակ եղել ենք այն ազգը, որ ունեցել ենք ֆանտաստիկ մշակույթ։
մենք ունեցել ենք Նարեկացի, մենք ունեցել ենք Շնորհալի, ովքեր առաջինն են եղել օրինակ պատարակներ գրելու առումով, որ ամբողջ աշխարհում նույնիսկ եվրոպական երաժշտության մեջ չի եղել այդպիսի կուլտուրա։ Մենք ունեցել ենք այդպիսի մարդիկ ու շատ հիմա մի քիչ ուզում եմ անկեղծ ասած այս ամեն ինչից խոսելիս, երիտասարդները շատ բաներ չգիտեն ու դա շատ կողմեր ունի, շատ մարդիկ են մեղավոր դրանում։ Սկսած հեռուստաընկերություններից, վերջացրած ամեն պլատֆորմա, որտեղ պետք է պրոպագանդվի այդ ամենը, մանավանդ ասում եմ, հենց այս պահին։ Դե պրոպագանդվել է իր տեղին, բայց ինքնակրթությունը իհարկե ամենակարևոր եւ առաջնային տեղում է, այնպես որ հետաքրքրությունը հենց այդտեղից պետք է լինի։ Հիմա առաջարկում եմ իհարկե վայելենք Սեդա Սերանյանի երգերից սիրված երգերի շարան, տեսնենք եւ վերադառնանք։
քաչերիս միթե չես տեսնում կանչում եմ մանուշյակ միթե չես լսում առանց քեզ իմ հոգու հավքը չի երգում դե արի նազով արի սիրտս է կանչում առանց քեզ իմ հոգու հավքը չի երգում դե արի նազով արի սիրտս է կանչում յարքու սիրուց գարնան նման մացվել է բլբուլի պես քո ֆշերից խոցվել է սիրունի գալացել գուզեն լցվել եմ նազմյանի արի կարոտս առնե սիրունի գալացել գուզեմ լցվել եմ նազմյանի արի կարոտս առնե Արևես դուն ինձ համար նրբեր ես մի վար դալար մի վար դալար Ժանյակ ես դուն ինձ համար ունքերդ կամար կամար սերդ վարա Թե ինձնից խռովել ես խոսիր նորից Թե ուղիդ մոլորել ես դարձիր նորից Լուսին ես անպիտակին դուրս արի ժամանակին Ամպերը քող միշինի աչերդ շող միշինի Բագրատը քո ցավը տանի Բագրատը քո ցավը տանի Լուսին ես անպիտակին դուրս արի ժամանակին Ամպերը քող միշինի աչերդ շող միշինի Բագրատը քո ցավը տանի Բագրատը քո ցավը տանի Ահա, հայկական այսպես երաժշտություն մեր եթերում, սեդ քանի որ ժամանակ ընդհանրապես չունենք, կարճ երկու բառով ասա նոր աշխատանքի մասին, որը գիտեմ պատրաստում ես։ Մյուս շաբաթ խոստանում եմ արդեն մյուս շաբաթ, քանի որ արդեն տեսահոլովակը նկարված է, երգը ամբողջովին պատրաստ է, կներկայացնեմ նոր երգ, քանի որ հիմա բացի այս ծրագիրը, որ ունեմ նաև հայկական երգեր ներկայացնելու, ուզում եմ քիչ-քիչ արդեն իմ երգերը ներկայացնեմ, եւ պարային, եւ դանդաղ, այդպես այս մեկը պարային է լինելու, խոստանում եմ ուրախ տրամադրություն փոխանցել մեր հանդիսատեսին։ Ոնց որ միշտ։ Շնորհակալություն առավոտը ինձ հետ սկսելու համար եւ շնորհակալություն աշխատանքների համար, որոնք անում ես։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, բայց հետո կվերադառնանք եւ կամ փոփենք այսօրվա առավոտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօր պատրաստել ենք նախուտեստի տարբերակ եւ դրա համար մեզ պետք է քամած մածուն ու բազմապիսի բանջարեղեններ, որ այստեղ տապակել ենք կարտոֆիլ, սունկ եւ իհարկե կանաչ լոբի։ Ասեմ, որ քամած մածունը օգտագործել է մեր հոյակապ գործընկերոջ առաջարկը, Սունյաց լեռների համեղ կատնամթերքից պատրաստված քամած մածունն եմ այստեղ օգտագործել, որը համեմել եմ սև պղպեղով եւ աղով եւ մեր նախուտեստի հիմքն է հանդիսանում, իսկ ասեմ, որ մեր գործընկերը ներկայացնում է շատ բազմապիսի պանիրների տեսականի, կատնամթերք, հալած յուղ, պսկաթան, ինչ որ ցանկանաք կարող եք այս զամբյուղից գտնել։ Հետևեք նրա ուրեմն առաջարկներին եւ վայելեք եւ ասեմ ավելին, մեր ամերիկահայ հայրենակիցները կարող են հայկական խանութներից գնել այս հոյակապ արտադրանքը եւ վայելել, այնպես որ չգիտեմ, առավել քան ամեն օր կրկնում եմ, որ շատ համեղ է եւ շատ օգտակար, սա կարծում եմ արդեն դուք էլ համոզվել եք։ Եվ սիրելիներս, ասեմ, թե հաջորդիվ ինչ ենք անում, այս մեր բաղադրիչները ավելացում ենք այս համեղ քամած մածնի վրա, այսպես մի քանի հատ լոբի ավելացնենք, այստեղ ավելացնենք լոլիկի չրի յուղը,
Այսպես եւ ասեմ, որ լոլիկի ճիրը ներկայացնում է մեր մյուս գործընկերը Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, ինչպես նաեւ սունկը, որ այս նախուտեստի համար մենք օգտագործել ենք, էլի հոյակապ արտադրանք եւ էլի հոյակապ մեծ տեսականի, ինչ որ պետք է ուտեստ պատրաստելու համար, այս մեծ տեսականում մեջ կա թթվի տեսականի սոուսների, տեսականի մուրաբաններ, պահածոներ, ինչ որ ցանկանաք, իսկ անմահական գինու մասին խոսք լինել անգամ չի կարող։ Այս արտադրանքը եւս Հայաստանի սահմաններից դուրս շատ արդեն հայտնի է, բոլորը ծանոթ են եւ բոլորը օգտվում են։ Դուք էլ գնեք եւ վայելեք։ Ահա սիրելիներս, այստեղ կավելացնեմ այս միքս տարբերակը համեմունքների հատուկ նախատեսված աղցաների եւ նախուտեսների համար կզարդարենք այն թարմ լոլիկով, ահա այսպես, մի քանի կտոր ուրեմն լոլիկի չրով, ինչպես նշեցի, մենք այստեղ պահածոյացված տարբերակ ունենք լոլիկի չիր, ահա, խնդրեմ, եւ իհարկե պանիր, պանիրը գյուղական տարբերակն ենք օգտագործել եւ լորի տարբերակը։ Ահա։ Սա էլ այսպես։ Ահա, այսպիսի հետաքրքիր եւ ճոխ ուտեստ ստացանք։ Պատրաստեք, վայելեք եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Խոսքս փոխանցում եմ իմ գործընկերոջը։ Շնորհակալություն սիրելի Ադրինե, ես արդեն պատկերացնում եմ որքան համեղ է ստացվել օրվա բաղադրատոմսը, որի հետ իհարկե պետք է առանձնացնել Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող անմահական գինիներից ձեր սիրելի հեռուստադիտողներ եւ վայելել։ Դե իսկ առավոտը շատ օգտակար է կատնամթերք օգտագործելով սկսել անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Եվ այս ամենի հետ միասին չենք մոռանում էմոցիաների մասին, որը Սուրենը մշտապես հիշեցնում է արևոք բացիկները հայկական բանաստեղծություններից եւ երգերից տողեր են, որոնք ձեր սիրո խոստովանությունը կանեն ձեր փոխարեն։ Իսկ ձեր լավագույն առիթները կարող եք վստահել Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։